եթե դու ունես ապոկալիպտիկ մտածողություն, իսկ դա մեզ շատ հատուկ երևույթ է, ամեն օր ապոկալիպսիսի պատճառ կա։ Ես օրինակ ասենք առավոտները եւ իրիկունները եւ ցերեկներն էլ մեկ-մեկ երբեմն այդ ապոկալիպտիկ մտածողությունը ամեն օր կարելի է տեսնել, որ ինչ որ մեկը պնդում է, որ երկիրը կործանվում է։ Ամեն օր։ Աստծո ամեն օր կան ինչ որ մարդիկ դեպքեր, որ պնդում են երկիրը կործանվում է։ Ասենք երկիրը կործանվում է, դուք կառավարության նիստ եք անում, երկիրը կործանվում է, դուք բրիֆինգ եք անում, երկիրը կործանվում է, դուք շաբաթ-կիրակ եք անում, երկիրը կործանվում է, դուք արձակուրդ եք գնում, երկիրը կործանվում է, դուք ջուր եք խմում, երկիրը կործանվում է, դուք սրճարանում նստած եք, երկիրը կործանվում է, դուք սև հագած չեք, երկիրը կործանվում է, դուք քուրդ չեք հագել եւ մոխիր չեք լցրել ձեր գլխին եւ այլն եւ այլն։ Սա ապոկալիպտիկ, որովհետեւ եթե այդ է մտածողության ձևը, իրոք ամեն օր կարելի է գտնել, որ երկիրը կործանվում է, ընդ որում երկիրը ասելով նկատի ունենալով ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ գլոբալ երկիրը։ Գլոբալ երկիրը իրոք, եթե սա բանի հարց է, ընկալման հարց է։ Հիմա կարելի է բերել տասնյակ պատճառներ, թե ինչա երկիր մոլորակը կործանվում։ Տասնյակ պատճառներ։ Եվ կարելի է հակառակ պատճառներն էլ բերել, որովհետև նախ ուզում եմ հիշեցնել, որ երկիր մոլորակի պատմությունը ընդհանրապես ինքը կործանման պատմություն է, եւ ինքը բառից բուն իմաստով էլ է կործանվում, որովհետև տիեզերքի իմաստն է, բոլոր երկնային մարմինները գլորվում են անդունդը, շատ մեծ արագությամբ ընդ որում, արդեն մոտավորապես 13 միլիարդ տարի, եւ ըստ հաշվարկների մոտավորապես 1 տրիլիոն տարի էլ դեռ գլորվելու են դեպի անդունդը, այնպես որ դա նորմալ է, մենք պետք է հասկանանք, որ մենք բոլորս ապրում ենք կործանման վիճակում, ընդ որում ոչ միայն Հայաստանի ոչ միայն երկնային բոլոր մարմինները ապրում են, մենք հիմա ճիշտ է, գիտելիքս չի հերիքում արագությունը ասեմ, բայց մենք մի ինչ որ բավականին մեծ արագությամբ գլորվում ենք դեպի անդունդը, այնպես որ պետք է հարմարվել այս իրադրության հետ եւ անել ամենօրյա աշխատանքը ադապտացիայի տրամաբանությամբ։ Մենք պետք է հարմարվենք այս առաջիկա մոտավորապես առնվազն 10 միլիարդ տարի այս անկումը շարունակվելու է։ Հարգելի գործընկերներ, այնպես որ եկեք հարմարվենք այդ իրավիճակին, որ անկման վիճակում մենք պետք է ապրենք, աշխատենք եւ օրակարգեր ձևավորենք եւ լուծենք այդ օրակարգի։ Ես ինչ եմ ասում, որ մեր հարգելի գործընկերներին պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք։ Մենք դրա մասին գիտենք եւ գիտենք, որ առաջիկա առնվազն 10 միլիարդ տարի, հələ քիչ եմ ասում, երևի ավելի շատ, այդ կործանումը շարունակել եւ դա անկասելի է, ոչ մեկ չի կարող կանգնեցնել դա։ Եվ ընդհակառակը, երբ որ այդ կործանումը կանգնի, դա նշանակում է ամեն ինչ վերջացել է։